Դանդաղ նվազման փուլ է մտնում հայաստանյան անշարժ գույքի շուկան։ Կադաստրի կոմիտեի տվյալով 2025-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուկայում անկում է արձանագրվել։ Հանրապետությունում գործարքները նվազել են 6,9%-ով, Երևանում ավելի քան 13%-ով։ Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամը շեշտում է՝ արտառոց ոչինչ չկա, սպասելի էր։ Հունվարն ու փետրվարը ավանդաբար պասիվ ամիսներն են, բոլորը գիտեն դա ու ոչ մեկ չի սպասում մեծ հրավառություն այդ ամիսների ընթացքում։ Անցած տարվա գերակտիվ գործարքների ֆոնին բնականաբար շուկայում որոշակի անկում պետք է լիներ, սակայն դա չի նշանակում, թե այն պայթում է, նշում է Արսեն Ավետիսյանը։ Նորմալ պրոցեսի մեջ ենք, շատ նորմալ պրոցեսի մեջ ենք անցումային, շատ դրական սպասումներ ունենք, բնականաբար մենք էլ ենք քայլում այս հողի վրա եւ բոլոր ռիսկերը եւ խնդիրները տեսնում ենք, մենք չենք ուզում վարդագույն ակնոցներով թեմային նայել, բայց մենք օբյեկտիվ էլ նաև ոչ գերագնահատում ենք եղածը, ոչ թերագնահատում ենք։ Այն ինչ որ մենք ասում ենք, դա օբյեկտիվ իրականությունից, մեր իրականությունից, որը հենց այդ կաթսայում ձևավորվում անշարժ գույքի շուկայի, դրանից էլ բխում է։ Անշարժ գույքի շուկայում տեղ ունեցող փոփոխությունները ճիշտ գնահատելու համար Արսեն Ավետիսյանը հստակեցնում է՝ շուկան կազմված է 3 սեգմենտից, իսկ կադաստրի կոմիտեի վիճակագրության մեջ այդ սեգմենտներից մեկը չի երևում։ Առաջին ու ամենամեծ սեգմենտը գնման իրավունքի վաճառքի հատվածն է ու քանի դեռ սեփականության իրավունքի օտարում չի եղել, ահռելի թվով գործարքներ դուրս են մնում վիճակագրությունից։ Անցած տարի 12836 գործարք ընդհանուր առմամբ գրանցվել, որը շատ մեծ թիվ է նախորդ տարիների համեմատ եւ առաջ անցնելով ասեմ, որ երկրորդ կիսամյակը 3 անգամ ավելի մեծ ցուցանիշ է ունեցել, քան առաջի կիսամյակը, այսինքն եթե մենք առաջի կիսամյակում 2024 թվականի 3400-ի մոտ գործարք ենք ունեցել Երևանում, երկրորդ կիսամյակում 9400-ի մոտ գործարք ենք ունեցել։ Երկրորդ սեգմենտը ավանդական երկրորդային շուկայի գործարքներն են, երրորդը առաջնային շուկայում գնման իրավունք ստացած գնորդների արդեն վերջնական պայմանագրերի կնքումն է կառուցապատողների հետ շինթույլտվությունից հետո։ Այս 3 սեգմենտում միասին 2024 թվականին ավելի քան 22000 գործարք է կատարվել։ Համարյա 13000, այսինքն ընդհանուր թվի մոտ 60%-ի մոտ թիվը դրա գնման իրավունքների առաջնային շուկայի գործարքներն են, բայց կադաստրի թվերի մեջ չի երևում, կադաստրը դրանք վիճակագրության մեջ մտցնում են ժամանակ, երբ որ դրանք ստանում են առաջնային գրանցումը։ Սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ թվեր ենք վերլուծում եւ ինչ թաքնված կետեր կան, որ պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք։ Անդրադառնալով գործարքների անկմանը Արսեն Ավետիսյանը նշում է, մայրաքաղաքում 13% անկումը վերաբերում է երկրորդ եւ երրորդ սեգմենտներին։ Նա չի բացառում, որ տարեսկզբին որոշակի անկում եղել է նաեւ առաջին սեգմենտում, քանի որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումներով պայմանավորված շատերը շտապել են գործարք կատարել 2024-ին։ Երկրորդային շուկայում գործարքների անկումն էլ ունի պարզ բացատրություն։ Տարեվերջին բնակարան գնել ցանկացողները շտապեցին օգտվել ֆինանսական այն բոնուսից, որ տալիս էր եկամտահարկի վերադարձը։ Բնակարանների գների նվազման դեպքում եւս Արսեն Ավետիսյանը առաջարկում է խոսել սեգմենտավորված։ Օրինակ Դիլիջանի, չգիտեմ, գները 25%-ով աճել են, եթե գները վերցնենք, կամ Հաճն քաղաքի ակտիվությունը ու գները էական աճել են։ Դա տրամաբանական, որտեղ եկամտային հարկը ոնց որ դուրս է եկել, այդ հատվածներ ավելի ակտիվացել են։ Հիմա դուրս եկավ, որ շուկան Հայաստանի անշարժ գույքի շուկան տրակեց։ Դուրս չեկավ, չէ՞, այսինքն այնտեղ սեգմենտներ կա, որ ընդհակառակը ակտիվացան։ Նույն տրամաբանությամբ Երևանը կարանք վերցնենք, եթե մասիվում ինչ որ նախագծի գին է իջնում, դա ինչքան է ազդում համախառն այդպես գնի ձևավորման վրա։ Ինչ որ տոկոսով ազդում է, բայց դա չի նշանակում, որ շուկան անկումային էական անկումի փուլում է կամ ինչ-որ մեծ բան է եղել, արհավիրք է եղել այս շուկայում։ Անշարժ գույքի շուկայում 11 տարվա փորձ ունեցող ու 50-ից ավելի նորակառույցների վաճառք իրականացրած ընկերության ղեկավարը Հայաստանում բնակարանների գների անկում չի կանխատեսում, ասում է, դրա համար հիմքեր չկան։ Մեր քաղաքացիները շատ հաճախ ասում են կառուցապատողները գերշահույթներ են ստանում եւ այլն, բայց ինքնարժեք է կառուցապատման էական աճ է ապրել նաեւ պետական տուրքերի վճարում, ինֆրաստրուկտուրաների կազմակերպում, կոմունիկացիաների կազմակերպում, այս ամեն ինչի արժեքը էական թանկացել է։ Հիմա կառուցապատողները, բանկերն ու անշարժ գույքի գործակալությունները նոր գործիքներ են շուկա հանում, որոնք փոխարինելու են եկամտահարկի վերադարձի մասին օրենքին ու պահելու են շուկայի ակտիվությունը։ Դրանցից մեկը տարաժամկետ վճարման հնարավորությունն է։